Ավագ հինգշաբթի է Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման օրը։ Մեծ պահքը ապաշխարությամբ անցկացրած հավատացյալները վաղ առավոտից եկեղեցիներում են մասնակցելու ժամերգությանը, ապա ապաշխարողաց կարգին։ Այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ժամանակ հիշատակվում է Հաղորդության խորհրդի հաստատումը։ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Քրիստոսի կողմից եղավ վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ Քրիստոս վերցրեց հացը, բաժանեց իր աշակերտներին եւ ասեց՝ «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Տվեց գինին, ասեց՝ «Առեք ըմպեք, այս է իմ արյունը»։ Եվ Սուրբ Հաղորդությունը եկեղեցու կարևորագույն սրբությունն է, Քրիստոսի մարմինն ու արյունն է խորհրդանշում, որը մարդը ստանալով հաղորդվում է Քրիստոսին։ Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծո հետ։ Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ եւ ապաշխարել գործած մեղքերի համար։ Ավագ հինգշաբթի կատարվող Սուրբ Պատարագը հենց այս խորհուրդն ունի։ Առանց Քրիստոսի արյան ու մարմնի հաղորդության չենք կարող փրկություն ունենալ։ Այս օրերին հորդորում ենք, որ ավելի ու ավելի լինեն աղոթքի մեջ, ավելի ու ավելի կարողանան պահեցողության խորհուրդը ճիշտ հասկանալ եւ քանի որ մոտենում ենք Սուրբ Հարության, ամեն մարդ ինքնակնությամբ զբաղվելով հասկանա, թե ինչքանով է ինքը պատրաստվել Սուրբ Հաղորդության խորհրդին։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն։ Քրիստոս վերջին ընթրիքից առաջ ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ լվանում է իր աշակերտների ոտքերը։ Այդպես էլ հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով։ Իր աշակերտների ոտքերը լված, հա, այդպիսով ինքը լինելով եւ վարդապետ, եւ ուսուցիչ, եւ Աստված խոնարհվեց, ծնկի եկավ եւ իր աշակերտների ոտքերը լված։ Ճիշտ է, զարմանք առաջացրեց աշակերտների մոտ, սակայն սրանով հաստատեց մարդու մեջ խոնարհության առաքինությունը։ Երեկոյան արդեն եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության եւ չարչարանքների հիշատակն է։ Այն վերաբերում է ավագ ուրբաթին, խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ժամանակ խորանի վրա վառվում են 13 մոմերից 12-ը, որոնք խորհրդանշում են Քրիստոսին ու առաքյալներին։ Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։